Բարև իմ շացիելի հեռուստադիտողներ, կրկին Մեդինֆորմն է եթերում եւ կրկին խոսելու ենք ամենակարևորի մասին՝ առողջության։ Այս անգամ կանդրադառնանք մաշկային խնդիրներից մեկի, բավականին խուճապ առաջացնող խնդրի մասին, դա պսորիազն է, որը առաջացել է հունական պսորա, քոր գալ, քոր բառից։ Սպիտակ արծաթագույն թեփուկներով պատված ցավոտ մաշկային քորը հենց այս հիվանդության բնորոշ գիծն է։ Հենց նա խոսում է պսորիազի տարածման մասին։ Հիվանդությունը ունի տարատեսակ դրսևորումներ, կարևոր դեր ունի նաև ժառանգական նախատրամադրվածությունը, դրա ավելի գրգռվելու վրա նաև մեծ ազդեցություն ունեն արտաքին եւ ներքին մի շարք գործոններ։ Սակայն նշեմ, որ մի փարատիչ բան կա այս ամենում, դա այն է, որ պսորիազ հիվանդությունը ամենևին վարակիչ չէ, ինչը շատերի մոտ առաջացնում է այդ լարվածությունը, իսկապես այս առումով բավականին դրական կարող ենք փաստ արձանագրել։ Իմ ծանոթներից մեկը երկար տարիներ իհարկե այս խնդրով տառապում էր, մաշկային ցանը հասել էր բավականին լայն ծածկույթի եւ մաշկային գրեթե 80-90% ծածկողականությամբ պսորիազը տարածվել էր։ Դիմելով մի կենտրոն, որի մասին հիմա կհիշատակեմ, նա իսկապես հաշված ժամանակի ամիսների ընթացքում ազատվեց այս խնդրից, Պարացելց բժշկական կենտրոնում Պարացելցում կարողացան գտնել հարցի լուծումը եւ նա հիմա ձերբազատվել է այդ խնդիրներից։ Իհարկե, այստեղ նաեւ այլ գործոններ դեր ունեն։ Նաեւ պսորիազի առումով շատ նշվում է, որ ծովային հանգիստն է բավականին մեղմացուցիչ գործոն։ Իհարկե, սա պետք է ուղեկցվի նաեւ որոշ պրեպարատների գործածումով, ինչը պետք է քննարկել մասնագետների հետ։ Պսորիազը բնորոշվում է քրոնիկ ընթացքով եւ մաշկային առանձնահատուկ փոփոխություններով։ Պսորիազի ընդհանուր գանգատները եւ ախտանիշները ներառում են բծավոր ցան, որը արտաքին տեսքով տարբերվում է մարդուց մարդ, սկսած թեփոտված բծերից մինչեւ մարմնի մեծ մասի չոր, մաշկից բարձր, բորբոքված, կարմրած քոր առաջացնող տարածքներով։ Տարբեր գույնի ցաներ, որոնք հակված են ունենալու մանուշակագույն երանգ, մոխրագույն թեփուկավորմամբ։ Փոքր վարդագույն հանգուցավոր եւ թեփոտվող ցանավորում, չոր ճաքած մաշկ, որը կարող է արյունահոսել, արյունահոսային ցողի ախտանիշ է կոչվում, քոր այրոցի զգացում կամ ցավ, ցիկլային, այսինքն սրացում, մեղմացում ունեցող ցաներ, որոնք բռնկվում են մի քանի շաբաթ կամ ամիս եւ հետո մեղմանում։ Կան պսորիազի մի քանի տեսակներ, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում է իր գանգատներով եւ ախտանշաններով։ Պսորիազի ամենատարածված տեսակը վահանիկային պսորիազը առաջացնում է չոր քոր, առաջացնող մաշկից բարձրացած բծեր։ Հաջորդը եղունգների պսորիազն է։ Այն կարող է ազդել ձեռքերի եւ ոտքերի եղունգների վրա, առաջացնելով ներհրումներ, եղունգների աննորմալ աճ եւ գունաթափում կամ դեղնակարմրագույն գունազրկում։ Կաթիլյանման պսորիազը այս տեսակը ավելի հաճախ հանդիպում է երիտասարդների եւ երեխաների մոտ, սովորաբար հրահրվում է բակտերիալ վարակով։ Հաջորդը բշտիկավոր պսորիազն է։ Սա հազվադեպ տեսակ է։ Այն առաջացնում է հստակ արտահայտված թարախով լցված բշտիկներ։ Պսորիազային արթրիտի դեպքում պսորիազի մաշկային նշաններին ավելանում են հոդաբորբին բնորոշ հոդերի այտուցվածություն եւ ցավ։ Տարի ու կես արդեն անցել է ինչ բուժվել եմ, ոտքերս այս մասերում, վերքեր կային, այս մի ոտը սարսափելի, հիմա տեսեք նույնիսկ հետքերը չի մնացել, թևերիս, շատ շնորհակալ եմ Պարացելցին, հիմա անցել է արդեն գրեթե 2 տարի, բայց ոչ մի բան թութու չի կրկնվել, խնդրեմ։ Պսորիազի առաջացման պատճառը դեռևս լիովին պարզված չէ։ Ենթադրվում է, որ սա իմունային համակարգի խնդիր է, երբ վարակի դեմ պայքարող բջիջները, մասնավորապես արյան սպիտակ բջիջները, T լիմֆոցիտներ եւ նեյտրոֆիլներ սխալմամբ հարձակվում են մաշկի առողջ բջիջների վրա։ Հետազոտողները կարծում են, որ ինչպես գենետիկան, այնպես էլ շրջակա միջավայրի գործոնները դեր են խաղում այս հիվանդության զարգացման գործում։ Հիվանդությունը վարակիչ չէ։ Պսորիազի ամենատարածված տեսակի դեպքում, որը հայտնի է որպես վահանիկային կամ վուլգար պսորիազ կամ թեփատու ворքին, բջիջների արագ նորացումը հանգեցնում է չոր, թեփուկավոր բծերի։ Դեպքերի մոտ 1/3-ը սկսվում է մանկական տարիքում։ Այս գործոնները կարող են մեծացնել հիվանդության զարգացման վտանգը։ Պսորիազի տրիգերները կամ հրահրիչ գործոնները։
Բազմաթիվ մարդիկ, ովքեր հակված են փսորիազ ունենալուն, կարող են տարիներ շարունակ զերծ մնալ ախտանիշներից, քանի որ դեռ հիվանդությունը չի հրահրվել շրջակա միջավայրի որոշ գործոնով։ Փսորիազի տարածված լրդապատճառները հիմնականում ներառում են վարակներ, ինչպիսիք են ստրեպտոկոկային կոկորդը կամ մաշկի վարակները, եղանակ, հատկապես ցուրտ, չոր պայմանները, մաշկի վնասվածք, ինչպիսին է կտրվածքը, քերծվածքը, միջատի խայտոցը կամ ուժեղարը վայրուքը, ծխելը նույնպես, ինչպես նաև երկրորդային ծխելու ազդեցությունը հրահրիչ գործոններից են։ Որոշ դեղամիջոցներ, ներառյալ լիթիումը, բարձր արյան ճնշման դեղերը, ինտերֆերոնները, տետրացիկլինը, ոչ ստերոիդ հակաբորբոքայինները եւ հակամալարիային դեղերը, պատվաստանյութերը, ինչպես օրինակ գրիպի դեմ ներառյալ, հոգեկան սթրեսը, որը առաջանում է, երբ անհատը կարծում է, որ պահանջմունքները գերազանցում են դրանց բավարարելու ունակությունները կամ կարողությունները։ Շուրջ տարի առաջ բուժվել եմ Պարասելս բժշկական կենտրոնում փսորիազի դեմ։ 4 տարի անց է դա։ Շնորհակալություն բժշկական կենտրոնին։ Ընտանեկան պատմությունը, անամնեզը նույնպես կարևոր է։ Փսորիազը հաճախ ընթանում է ընտանիքներում։ Ծնողներից որևէ մեկի փսորիազով հիվանդանալը մեծացնում է այդ հիվանդությամբ երեխայի հիվանդանալու ռիսկը։ Մետաբոլիկ համախտանիշը, այսինքն գիրությունը, բարձր արյան ճնշումը, դիաբետը, այս ամենը կապված են փսորիազի հետ։ Այս հիվանդության դեպքում կարող են առաջանալ նաև վահանիկներ, սովորաբար արմունկների, ծնկների ցալքերի հատվածում։ Փսորիազը կարող է ախտահարել մաշկի ցանկացած հատված, նույնիսկ գլխամաշկը, ափերը եւ սեռական օրգանների արտաքին մակերեսը։ Սա քրոնիկ հիվանդություն է, որը կարող է առաջանալ ինքնաբերաբար։ Նշենք նաև, որ այն շատ դժվարությամբ է բուժվում, քանի որ բուժումից հետո կարող է կրկնվել։ Փսորիազի բուժումը բավականին բարդ է։ Նույնիսկ թվում է անհնարին, սակայն որոշ մարդկանց դա իսկապես հաջողվում է։ Հիվանդությունը վատացնում է հիվանդի կյանքի որակը, երբեմն արտահայտվում է հոգեբանական, ֆիզիկական անհարմարությամբ։ Մշտական քորը, նույնիսկ ցավը շատ մեծ բարդություններ են առաջացնում հիվանդի կյանքում։ Վահանիկների առկայությունը նաև թույլ չի տալիս հիվանդին զբաղվել սպորտով կամ ֆիզիկական աշխատանքներ կատարել։ Փսորիազի ծանրության աստիճանները 3-ն են՝ թեթև, որի դեպքում ախտահարված է մաշկի մոտ 3%, միջին, երբ ախտահարված է 3-ից 10%, եւ ծանր, որի դեպքում ախտահարված է մաշկի 10%-ից ավելին եւ գրեթե 90%։ Իդեպ հիվանդության պատճառ կարող է դառնալ նաև օճառի հաճախակի օգտագործումը։ Այո, անորակ օճառը, մշտական աշխատանքը կենցաղային քիմիայի հետ, որևէ բանի հետ մաշկի շփումը շատ չոր, մաշկի դեպքում հատկապես ալերգիաները նույնպես կարող են հրահրել փսորիազի առաջացմանը։ Ինչ վերաբերվում է փսորիազին, ապա այս պարագայում օրգանիզմում արդեն իսկ ընթանում են քրոնիկ բորբոքային գործընթացներ։ Երբ ավելորդ քաշի պարագայում ավելանում է նաև ճարպային հիմքով առաջացած բորբոքման գործոնը։ Վնասակար ճարպերով հագեցած սննդի ցանկին Լայպցիգի համալսարանի գիտնականները դասում են նաև խմորեղենը, միսը, երշիկեղենը, համբուրգերները, կարտոֆիլ ֆրին եւ այլն։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ չհագեցած ճարպաթթուներով հարուստ սնունդը ընդհակառակը դրական ազդեցություն կարող են ունենալ հիվանդության ընթացքի եւ ողջ օրգանիզմի վրա։ Այդպիսի սննդամթերքների շարքը հագեցած է օմեգա 3 ճարպաթթվով, որը ունի հզոր հակաբորբոքային ազդեցություն եւ հիմնականում պարունակվում է ճարպային ձկնատեսակներում՝ ծովատառեխ, սկումբրիա, սաղմոն։ Լայպցիգի գիտնականները մտադիր են շարունակել իրենց հետազոտությունները այս ոլորտում։ Ես 4 տարի առաջ ես դիմեցի Պարասել բժշկական կենտրոն, այսօր ամսի 20 հունիսի 25 թիվ, ես շատ շնորհակալ եմ։ Գերմանացի հետազոտողները համոզված են, որ ավելորդ քաշով տառապող անձանց մոտ դրսևորվում են փսորիազի ավելի ծանր ձևերը, ինչը եւ հիմք է տալիս նրանց փաստելու, որ ճարպային սնունդը վատթարացնում է այս հիվանդությամբ տառապողների վիճակը։
Նուրբ եւ չոր մաշկ ունեցողների մոտ այս հիվանդությունը ավելի հաճախ է նկատվում հատկապես կանանց շրջանում։ Յուղոտ եւ խոնավ մաշկի դեպքում պսորիազի առաջացման հավանականությունը շատ ավելի ցածր է։ Սա է պատճառը, որ հարկավոր է խոնավեցնել չոր մաշկը եւ խուսափել կոպիտ, ճիլոպի եւ մարմնի սկրաբի գործածությունից, քանի որ դրանք քերծվածքներ են առաջացնում վնասելով մաշկի պաշտպանիչ շերտը։ Վարակի ախտորոշումը բարդ չէ, քանի որ պսորիազով ախտահարված մաշկը կարելի է տարբերել նույնիսկ անզեն աչքով։ Պսորիազի ախտորոշման համար հատուկ պրոցեդուրաներ գոյություն չունեն, սակայն դրա ակտիվացման դեպքում արյան մեջ կարող են նկատվել շեղումներ, որոնք վկայում են օրգանիզմում տեղի ունեցող բորբոքային գործընթացների մասին։ Պսորիազի դեմ դեղամիջոցները բազմազան են, սակայն դրանք հարկավոր է ընդունել միայն մաշկաբանի հետ խորհրդակցելուց հետո։ Գոյություն ունեն մոտավորապես 3000-ից ավելի մաշկային հիվանդություններ։ Ծագումով կարող են լինել ալերգիկ, սնկային, բակտերիալ, պարազիտար, վիրուսային ծագման, աուտոիմուն, ներքին, հորմոնալ խնդիրներով պայմանավորված մաշկային հիվանդություններ։ Որոշ մաշկային հիվանդություններ վերջնական չեն բուժվում, օրինակ պսորիազը, էկզեման, նեյրոդերմիտը, սկլերոդերմիան, վիտիլիգոն եւ այլն։ Մաշկի սնկախտի բուժումը օրինակ միջինում 2-ից 4 շաբաթ է։ Այսքան այսօր համար հարգելի հեռուստադիտող կարող եք վստահել այն փորձառու մասնագետներին, ովքեր այս խնդիրը բազմիցս լուծել են եւ կան բառ օրինակներ։ Այն մարդիկ, ովքեր արդեն հաղթահարել են այս խնդիրը, մենք զրուցեցինք նրանց հետ հաղորդման ընթացքում եւ ինքներդ համոզվեցիք։ Եթերում կրկին Մեդինֆորն էր, եղեք առողջ, մենք կհանդիպենք։